Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից շարունակում ենք մեր գիտելիքները խորացնել 20-ի սահմաններում գումարման վերաբերյալ։ Կատարում ենք H77-ի առաջադրանքները, դաս 43։ Վերհիշում ենք թվերի կազմությունը և շարունակելով մեկը մյուսին լրացնում ենք վանդակները։ 7-ը կազմված է 4-ից և 3-ից, 9-ը կազմված է 3-ից և 6-ից, 8-ը կազմված է 6-ից և 2-ից, 6-ը կազմված է 2-ից և 4-ից, 5-ը կազմված է 4-ից և 1-ից, 7-ը կազմված է 1-ից և 6-ից, 9-ը կազմված է 6-ից և 3-ից, 10-ը կազմված է 3-ից և 7-ից, 8-ը կազմված է 7-ից և 1-ից, 10-ը կազմված է 1-ից և 9-ից, 9-ը կազմված է 9-ից և 0-ից։ Հետո կատարում ենք բանավոր առաջադրանքներից 5-ը։ Որ թիվը որ վանդակում պետք է տեղադրի անին, որպեսզի յուրաքանչյուր քառակուսու 4 թվերի գումարը լինի 15։ Այս քառակուսիներին նաև անվանում են մոգական, կախարդական, հրաշալի քառակուսիներ։ Նայում ենք, որ քառակուսու մեջ 4 թվանշանի տեղ կա և յուրաքանչյուր քառակուսու մեջ 1 թվանշանի դատարկ տեղ է թողած։ Եվ մեջտեղում նայում ենք, մոխրագույնով գրված է 15 թիվը, այսինքն թվերի քառյակի գումարը պիտի լինի 15։ Մենք պիտի յուրաքանչյուր քառակուսու մեջ հաշվենք եղած թվերի գումարը և որոշենք, թե այս անի մտապահած թվերից որ մեկը պիտի տեղադրենք դատարկ վանդակում, որպեսզի 4 թվերի գումարը լինի 15։ Սկսում ենք առաջին քառակուսուց։ 8-ին գումարած 2 հավասար է 10-ի, 10-ին գումարած 0 հավասար է 10-ի, որպեսզի 10-ից ստանանք 15, որ թիվը պիտի գումարենք։ 4 գումարելու դեպքում չի լինի, 6 գումարելու դեպքում չի լինի, փորձենք 5-ը, 10-ին գումարած 5 հավասար է 15, ուրեմն մեր որոնելի թիվը 5-ն է։ Առաջին քառակուսու մեջ գրում ենք 5-ը։ Նայում ենք երկրորդին։ 3 գումարած 3 հավասար է 6-ի, 6-ին էլ գումարած 3 հավասար է 9-ի։ Պետք է գտնենք այն թիվը, որը 9-ին գումարելիս ստանանք 15։ Փորձենք 4-ը, 9-ին գումարած 4 հավասար չէ 15-ի, 9-ին գումարած 6 հավասար է 15-ի, ուրեմն մեր որոնելի թիվը 6-ն է, 6-ը լրացնում ենք հետևյալ վանդակում։ Հաջորդն ենք նայում։ 4-ին գումարած 4 հավասար է 8-ի, 8-ին գումարած 3 հավասար է 11-ի, որ թիվը պիտի ավելացնենք, որպեսզի ստանանք 15, 2-ը թե 4-ը, 11-ին գումարած 4 հավասար է 15, որոնելի թիվը 4-ն է, գրում ենք 4-ը։ 5-ին գումարած 5 հավասար է 10-ի, 10-ին գումարած 3 հավասար է 13-ի, որպեսզի 13-ից ստանանք 15, պետք է ավելացնենք 2, 13-ին էլ գումարած 2 հավասար է 15-ի, մոգական քառակուսիները լրացված են։ Այժմ 6-րդ առաջադրանքը փորձում ենք կռահել։ Եթե անին 2 ուլունք տա ամնային, նրանք կունենան 10-ական ուլունք։ Այժմ քանի ուլունք ունի նրանցից յուրաքանչյուրը։ Կարելի է փայտիկներով նույնպես ցույց տալ, բայց սկզբում ուլունքների վրա կբացատրենք, հետո փայտիկներով։ Եթե աղջիկներից մեկը մյուսին տա 2 ուլունք, ապա նրանք կունենան հավասար քանակության ուլունքներ 10 և 10։ Սկզբում քանի ուլունք է ունեցել նրանցից յուրաքանչյուրը նախքան տալը։ Վերցնենք կանաչ ուլունքները, որը տվել է առաջին աղջիկը երկրորդին, հետ բերենք, այսինքն 10-ը ինչպես են ստացել։ Այս հետ բերենք 10-ին գումարած 2 հավասար է 12, այսինքն սկզբում ունեցել է 12 կանաչ ուլունք, 2-ը տվել է ընկերուհուն, իր մոտ մնացել է 10-ը։ Հիմա տեսնենք 10-ը որ դարձավ 2-ը ստանալուց հետո, ինչպես իմանանք, քանիսն ուներ նախքան 2-ը ստանալը, այսինքն 10-ը դարձավ, բայց նա 2-ը ընկերուհուց էր ստացել, հետ տանք ընկերուհուն այս 2-ը, որպեսզի իմանանք սկզբում որքան ուներ նա։ 10-ից հանած 2 հավասար է 8-ի, այսինքն նախքան ուլունքները փոխանակելը
Մեկը ունեցել է 12 ուլունք, մյուսը ունեցել է 8 ուլունք։ Նույնը կարելի է անել փայտիկների միջոցով։ Այժմ լուծում ենք առաջադրանք 2-ը գրավոր, հաշվել արտահայտության արժեքը։ 4-ին գումարած 5 հավասար է 9-ի։ 5-ին գումարած 5 հավասար է 10-ի։ Այստեղ երեխաները տեսնում են 4-5, հաջորդ արտահայտությունը պիտի լինի 6-ին գումարած 5 հավասար է 11-ի։ Մյուս շարքերը հանձնարարում ենք երեխաներին լուծելու ինքնուրույն, որովհետև սկզբունքը հասկանալուց հետո, օրինաչափությունը գտնելուց հետո նրանք շատ հեշտությամբ կկատարեն առաջադրանքը։ Վարժություն 3-ն ենք գրում։ Տրված թվերից յուրաքանչյուրը փոքրացնենք 4-ով և կազմենք հավասարություններ։ 4-ը փոքրացնենք 4-ով։ 4-ից հանած 4 հավասար է, հաշվում են երեխաները և ասում 0։ 5-ը փոքրացնենք 4-ով, 5-ից հանած 4 հավասար է 1-ի։ Հաջորդ սյունակը գրելու համար 4 վանտակ բաց ենք թողնում։ 7-ը փոքրացնենք 4-ով, կամ գտնենք 7 և 4 թվերի տարբերությունը։ 7-ից հանած 4 հավասար է 3-ի։ 14-ը փոքրացնենք 4-ով, 14-ից հանած 4 հավասար է 1 տասնյակ 4 միավորից եթե 4 միավորը հանենք, կմնա 1 տասնյակը, այսինքն 10-ը։ 1 տասնյակ 5 միավորից հանենք 4 միավորը, տասնավորը մտապահում ենք, 5-ից հանած 4 հավասար է 1-ի, 1 տասնյակն էլ ունեինք, 11։ 18-ը փոքրացնենք 4-ով, նորից 1 տասնյակ 8 միավորից պիտի հանենք 4 միավորը, տասնավորը փակում ենք, 8 միավորից հանած 4 միավոր հավասար է 4-ի, 1 տասնյակ էլ ունեինք, 1 տասնյակ 4 միավոր, որը կազմում է 14 թիվը։ Հաջորդը լուծում ենք խնդիր 4-ը։ Վահեն այժմ 8 տարեկան է։ Քանի տարեկան կլինի նա 4 տարի հետո։ Երեխաներին հարցնում ենք 4 տարի հետո Վահեն կմեծանա, թե կփոքրանա։ Իհարկե Վահեն կմեծանա, այսինքն նրա տարիների թիվը կավելանա, թե կպակասի, կավելանա, իսկ որպեսզի ավելանա, ինչ գործողություն պիտի կատարենք, պիտի կատարենք գումարման գործողություն, բայց նախ եւ առաջ համառոտագրում ենք խնդիրը։ Հիմա Վահեն քանի տարեկան է։ Հիմա Վահեն 8 տարեկան է։ 4 տարի հետո քանի տարեկան կլինի, սա խնդրի պահանջն է, գրում ենք հարցական տարեկան։ Եվ խնդիրը մեկ անգամ եւս բացատրելուց հետո կարելի է հանձնարարել ինքնուրույն գրել։ 8-ին գումարած 4 հաշվում են երեխաները եւ ասում հավասար է 12-ի, 12 տարեկան։ Պատասխան 4 տարի հետո Վահեն կլինի 12 տարեկան։ Միաժամանակ կարելի է երեխաներին հանձնարարել սովորել 12-ի կազմությունը եւ կրկնել 11-ի կազմությունը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։